Ողջույն բոլորին, ուզում եմ ձեզ ներկայացնել այն ժամերը, որի ժամանակ չի կարելի ոչինչ անել։ Ապրիլի 21-ից մինչև 27-ը ընկած ժամանակահատվածի համար։ Այս ժամերին չի կարելի ոչ մի կարևոր գործեր անել, քանի որ մոլորակների դիրքը կարող է բացասաբար անդրադառնալ ձեր սկսած գործերի վրա։ Ժամերը կնշեմ միայն Հայաստանի համար, եթե մարդիկ կլինեն ում կհետաքրքրի հստակ ժամ, այն երկրում, որտեղ որ նա բնակվում է, ապա այդ հարցերին կպատասխանի ադմինը։ Բայց որ իմանաք հստակ ժամ, այսինքն այդ օրը, ինչ որ կարևոր գործ եք որոշել սկսել, որ իմանաք, որ այս ժամից այս ժամը ոչինչ չանեք։ Միայն այդ դեպքում կպատասխանի ադմինը։ Եվ եթե նշեք հստակ քաղաքը, մարզը, գյուղը, որ երկրում որ ապրում եք, ռեգիոնը, մարզը, դա քաղաքը, գյուղը եւ այլն, ինչեր որ կա, այդ դա պետք է մանրամասնորեն նշվի։ Այս ժամերին չի թույլատրվում ձեռնարկել ոչ մի կարևոր բաներ։ Ինչպիսին են ամուսնական ծեսերը, գույք գնելը, բնակարանամուտը, ծեսերը, յուրաքանչյուր, ներդրումները, նոր բիզնես սկսելը եւ այլ կարևոր գործողություններ, քանի որ դրանք կարող են բացասական հետևանքներ ունենալ։ Խուսափեք նոր գործեր սկսելուց, հնարավոր է, որ հանդիպեք չնախատեսված խոչընդոտների, որոնք նախկինում չէիք սպասում կամ չէիք էլ նկատել։ Խուսափեք ճանապարհորդություններից, խուսափեք երկար ճանապարհներից, նաև չի կարելի այդ ժամերին գնալ գործնական կամ աշխատանքային ճանապարհ։ Խուսափեք կրոնական արարողություններից, կնունք եւ այլն, ամուսնություն եւ նշանադրություն։ Խուսափեք նաև գործարքներից։ Խուսափեք որևէ ապրանք, տրանսպորտ, զարդեր կամ թանկարժեք իրեր գնելուց կամ վաճառելուց։ Այս ընթացքում կատարված գործարքները կարող են հանգեցնել չնախատեսված կորուստների եւ խնդիրների։ Եթե դուք արդեն իսկ սկսել եք ձեր աշխատանքը կամ սկսել եք այն, ինչ որ հարկավոր է, հարսանիք, կնունք եւ այլն, եւ ընթացքում գալիս է, օրինակ ժամը չի թույլատրվում 12:41 րոպե, բայց դուք արդեն 12-ին սկսել եք, հարկավոր չէ ընդհատել։ Մի դադարեցրեք ոչինչ։ Այդ դեպքում ձեզ չի խանգարի այդ ժամերը, դուք չեք սկսում 12:41, դուք սկսել եք արդեն 12-ին կամ 12:10։ Եվ ուզում եմ նշել, որ այն, ինչ որ ես նշում եմ, դա այն ժամանակն է, երբ մոլորակները օրվա ընթացքում գտնվում են իրենց ամենամեծ անբարենպաստության մեջ, ամենավատ դիրքում են իրենք գտնվում։ Եվ ուզում եմ նշել, որ սա վեդեական աստղաբանություն է, իհարկե ոչ թե մյուս աստղաբանությունը։ Այս ժամանակահատվածը ընդհանրապես տևում է 90 րոպե, կամ 1.5 ժամ, ինչպես որ հնարավոր է նաև 1 ժամ մինչև տևել։ Եթե դուք ստիպված եք այդ օրը ճանապարհ գնալ եւ անխուսափելի է դա, պետք է անպայման գնաք, ապա պետք է 10 քայլ հետ գնալ հակառակ ուղղությամբ, նախքան տանից դուրս գալը, գլխավոր դռնով։ Միայն դրանից հետո պետք է դուրս գաք։ Դուրս եք գալիս դրան դիմաց եւ 10 քայլ հետ եք անում, նոր հետո 10 քայլ առաջ եւ դուրս եք գալիս տանից։ Վեդեական աստղաբանության մեջ ամեն ինչ ուրիշ է եւ ամեն ինչ ավելի կարեւոր է, քան մյուս աստղաբանության մեջ։ Կարևորվում է յուրաքանչյուր մոլորակի դիրքը, հատկապես որևիցե նշանակված, ես չեմ կարող հստակ ասել, որ մոլորակի դիրքով եմ նայում, բայց հստակ նշված մոլորակով չի թույլատրվում նման գործողություններ։ Իսկ հիմա կնշեմ օրերն ու ժամերը, կարող եք գրանցել ձեզ մոտ, բայց միայն Հայաստանի համար է սա։ Եվ այսպես, երկուշաբթի օրը, ապրիլի 21-ին, ժամը 07:56 րոպեից մինչև 09:38 րոպե։ Երեքշաբթի օրը, ապրիլի 22-ին, ժամը 16:24 րոպեից մինչև 18:06 րոպե։ Չորեքշաբթի օրը, ապրիլի 23-ին, ժամը 13:00-ից մինչև 14:42 րոպե։ Հինգշաբթի օրը, ապրիլի 24-ին, ժամը 14:42 րոպեից մինչև 16:25 րոպե։ Ուրբաթ օրը, ապրիլի 25-ին, ժամը 11:17 րոպեից մինչև 13:00։ Շաբաթ օրը,
ապրիլի 26-ին, ժամը 09:34-ից մինչև 11:17 րոպեն։ Կիրակի օրը, ապրիլի 27-ին, ժամը 18:09-ից մինչև 19:52 րոպեն։ Այսքանը, սիրելիներս, որոշ հարցեր էիք գրել, որ կարելի է գնալ բժշկի եւ այլն, եթե դրանք ձեզ համար շատ կարեւոր են եւ պետք է կյանքի համար է, պետք է անպայման գնաք։ Բայց եթե կարող եք հետաձգեք, եթե դա ձեզ համար ուղղակի հենց այնպես բժշկի մոտ այցելել է, ապա գնացեք, դա ոչ այնքան կարևոր ինչ-որ հարց է։ Բայց նոր ինչ-որ բաներ սկսելը, դա արդեն մի փոքր կարող եք հետաձգել, օրվա մեջ ինքը ամբողջ օրը չի։ Օրվա մեջ 1-1.5 ժամ է ընդամենը։ Կարող եք դիմանալ ձեր գործերին հաջողություն բերելու համար ընդամենը։ Այսքանը, սիրելիներս, ընդամենը 1 ժամ է, 1.5 ժամ, լավ։ Օրվա ընթացքում, որի ժամանակ կարելի է իրոք ոչինչ չանել, որպեսզի հաջողություն ունենալ։ Այսքանը, լավ եղեք։